Բարև ձեզ։ Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, եթե ոչ ամենաշատ քննարկվողը պատերազմի եւ խաղաղության հարցն է։ Ինչքանով է հավանական կամ անհավանական, որ պատերազմը ցեմ ժամկետներում կավարտվի Ուկրաինայում, ինչքանով է հավանական, որ պատերազմական գործողություններ կմեկնարկեն մեր տարածաշրջանում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցելու եմ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանում Մակեդոնիայի նախկին պատվոհյուպատոս Արայիկ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Կիրակոս։ Ես տեսնում եմ դուք ինչպես միշտ փաստաթղթերով եք եկել, տեսնում եմ, որ քարտեզ է, թերևս մեր զրույցը հենց դրանից էլ սկսենք, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է հավանական, ինչքանով է հնարավոր պատերազմի մոտալուրջ ավարտը, նախ տեսնենք, թե ինչ իրավիճակ է հիմա Ուկրաինայում ռազմական առումով։ Պարոն Կիրակոսյան, որպեսզի սա չլինի պրոռուսական կամ պրոուկրաինական պրոպագանդա, ես վերցել եմ հատուկ մեր ակադեմիայից եմ ստացել հատուկ ձեր հաղորդման համար ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի արդեն կիսա գաղտնի քարտեզը ռազմական դրության մասին, խնդրեմ, սա ձեր հարգարժան աուդիտորիայի հեռուստադիտողների համար, ինչ վիճակ է հենց հիմա ռազմական առումով Ուկրաինայում։ Ներողություն, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի քարտեզները տարբերվում են։ Իհարկե, միանշանակ։ Լավ, անցնենք առաջ։ Դա ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարբեր քարտեզներ են, տարբեր։ Հիմա սա ՆԱՏՕ-ինն է։ Այո։ Եվ ուրեմն խնդիրը հետևյալն է։ Կարող եմ ձեզ փոխանցել, դուք էլ նայեք, ինքնեմ։ Խնդիրը հետևյալն է, պարոն Կիրակոսյան։ Պատերազմի մեկ ամիս անց պատերազմից նոր Ռուսաստանի գլխավոր շտաբը հայտարարում է պատերազմի նպատակը։ Սովորաբար ցանկացած ակադեմիական ռազմական ակադեմիա ավարտած փորձագետ կհասկանա, որ սա կատարյալ ձախողում է։ Որտեղ ցանկացած ռազմական գործողություն սկսելուց առաջ դու պետք է հիմնավորես ռազմական գործողություն։ Բայց հիմնավորումները կային։ Հետագայում ա եղել։ Մեկ ամիս հետո։ Մեկ ամիս հետո Բառացի 4 օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենք գտնվում են Ուկրաինայում, որպեսզի պաշտպանեն Դոնբասը։ Հիմա հարց. Եթե դու ավերում ես Լվովը, Լվովը կապ չունի Դոնբասի հետ։ Եթե դու խփում ես Կիևին, դա կապ չունի բացարձակ Դոնբասի հետ, որտեղ տեղի է ունեցել բլիցկրիգի, այսինքն առաջի փուլի ձախողում կատարյալ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի մտադրությամբ պետք է պատերազմը, ռազմական գործողությունները, այսպես ասենք, Ուկրաինայում ռուսական պաշտպանության նախարարության սահմանափակ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն 3 օրվա ընթացքում Կիևի գրավմամբ։ Այդ մասին բարձրաձայն հայտարարություն չի եղել, որ մենք պետք է ավարտենք 3-4 օրում։ Ընդհանրապես փորձագիտական շրջանակներում նման կարծիքներ հնչում էին, որ Ռուսաստանը նպատակ ունի 3-4 օրում ավարտել։ Երբեք ոչ մեկ ձեզ չի ասի, ոչ էլ հրապարակայինն իրենց գաղտնի պլանների մասին։ Ես խոսում եմ մեր ակադեմիայի անունից։ Մեր ակադեմիայի մասնագետներ են, որոնք այդ նույն ձեր ասած գլխավոր շտաբում ժամանակին եղել են առաջի երկրորդ դեմքեր, մինչև հիմա։ Նրանց նպատակը եղել է առաջի 3 օրում Զելենսկին փախնում էր, Կիևում բերում էին պրոռուսական իշխանություն, Մեդվեդչուկի գլխավորությամբ, դες բացեմ քարտեզները, քայլերը, որից հետո վերջանում էր պատերազմը, Դոնբասը հայտարարում էր որպես անկախ պետություն եւ պատերազմը ավարտված էր համարվում։ Ռուսաստանի հետախուզությունը իդեմս պարոն Նարիշկինի պրոադրբեջանական լոբիի Տոդ Նիսանովի կողմից ֆինանսավորող մենք ստեղ ենք ասել դեռևս հունվարի 18-ին առաջի անգամ իլուր աշխարհի ձեր եթերում իդեպ որ Ուկրաինայում լինելու է պատերազմ, Ուկրաինան կործանվելու է եւ ասել են նույնիսկ թե ինչ կարելի է անել, որպեսզի Ուկրաինան չկործանվի։ Եթե այդ կադրերը կա, ես հիշում եմ, ինչ պետք է անել, որպեսզի Ուկրաինան չկործանվի, պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին։ Մենք կարող ենք այդ հատվածը դիտել, շարունակել։ Շնորհակալություն։ Շատ ուրախ կլինեմ, որովհետեւ դա իսկապես առաջի անգամ հայտարարվեց ու որից հետո ինձ խենթ նույնիսկ։ Այո։ Եթե Ուկրաինայի ժողովուրդը եւ կառավարությունը եթե սուվերեն են եւ Վրաստանի ժողովուրդն ու կառավարությունը վաղ ընդունեն դեկլարացիա առ այն, որ իրենք հրաժարվում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց,
իրենց երկրում տեղաբաշխել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաբազաներ, հավատացեք, կոնֆլիկտը կլուծվի։ Ուկրաինայի լավ բարեկամներ ինձ զանգում էին, ես ինձ ասում էի Դոնբասում չի լինելու, ամբողջ Դնեպրի ձախապնյա հատվածի բոլոր բնակավայրերում։ Իմ լավ հարգված ընկերոջը ես խորհուրդ տվեցի, քանի ինքնաթիռները Կիև, Երևան կա, Տոմս Էժանակին երեխա հանեք, դուք մնացեք պաշտպանում ձեր քաղաքը, ձեր գյուղը։ Նա ուղարկեց իր ընտանիքը ինքնաթիռով։ Հետո ինձ սկսեցին խենթ համարել, թե ինչ եւ այլն, որովհետեւ այն աշխարհաքաղաքական զարգացումները, որ ընթանում էին ոչ միայն Ուկրաինայում, այլ Ուկրաինայի շուրջ, բերելու էին նրան, որ այդ երկիրը պետք է որոշում կայացներ։ Ինքը կամ ՆԱՏՕ-ի անդամ է, կամ չեզոք։ Հիմա ամեն ինչ դրան է գնում։ 2 օր առաջ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում եւ Ռուսաստանի պատվիրակությունը եւ Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարեցին բառացի համարյա նախնական, կրկնում եմ, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք կետերի շուրջ, այդ թվում ֆիքսված է հստակ Ուկրաինան ընդունում է չեզոք կարգավիճակ, հրաժարվում է ՆԱՏՕ-ի անդամակցելուց, հրաժարվում է իր տարածքում ունենալ միջուկային զենք, քիմիական զենք, բակտերիորական զենք, որոնք հրթիռներ, որոնք վնաս եւ վտանգ է ներկայացնում Ռուսաստանին։ Այսինքն այն ինչ որ հնարավոր էր անել հունվարի 18-ին, նրանք չարեցին, որովհետեւ այստեղ ամբողջ հարց է։ Ինչու չարեցին։ Այսինքն սխալ զեկուցումների արդյունքում եւ ուկրաինական գլխավոր շտաբի եւ ռուսական գլխավոր շտաբի ես սպասում եմ ավարտեք դրան էի գալու դուք մի կողմից ասում եք որ Ռուսաստանը պատերազմի առաջին փուլը ծախողել է բլիցկրիգը չի ստացվել եւ այլն մյուս կողմից ասում եք որ Ուկրաինան զիջումների է ուրեմն միանշանակ երկու կողմի ռազմական գլխավոր շտաբների հետախուզությունների վերլուծական գնահատականները ձախողվել են որ հասկանանք ինչի մասին է խոսքը, ես միանշանակ կրկնում եմ եւս մեկ անգամ։ Ռուսաստանի գլխավոր գերագույն հրամանատարին զեկուցվել է 3 օրում մենք կլինենք Կիևում, մեզ կդիմավորեն ծաղիկներով աղոհացով, դերասան Զելենսկին կփախնի, Մեդվեչուկին կբերենք իշխանության, պրոռուսական իշխանություն եւ թեման կավարտվի։ Սա եղել է վերլուծական, որը դրվել է նախագահ Պուտինի սեղանին։ Բայց բրիտանական եւ ամերիկյան հետախուզություններն էլ նման կանխատեսում ունեին։ Նրանց մոտ մի քիչ այլ էր, ես հիմա ինչի տվեցի այդ քարտեզը, որովհետեւ տեսեք, բրիտանական եւ ամերիկյան հետախուզությունների նպատակը լրիվ այլ էր։ Նրանց պետք էր Ռուսաստանի ներքաշել, լայնածավալ, հյուծվող ու երկարատև, ճիշտ է, պատերազմի մեջ, որպեսզի հյուծեն այդ երկիրը, դադարեցնեն զարգացումը այդ երկրի կոտրեն Ռուսաստանի մեջը, որպեսզի դրանից հետո գրավեն Ռուսաստանի։ Այս հիշում եմ, ասում էիք հավաքական արևմուտքը պատրաստ է պայքարել Ռուսաստանի դեմ կռվել մինչև վերջին Ուկրաին։ Մինչև վերջին, այդ մասին նույնիսկ իմ Facebook-ում եմ դրել, հոդված եմ դրել, մեծ վերլուծական։ Հիմա սա է շարունակվում, այսինքն այս ռազմավարություններ, ինչի եմ հարցնում, վկա կոչեցիք Ստամբուլում հանդիպումը, Ստամբուլի հանդիպումից հետո բավական դրական ազդակներ հնչեցին երկու կողմից էլ։ Հիմա այդ դրական ազդակները կան, թե արդեն լրիվ հակադիր գործընթաց է գնում, հատկապես այս վերջի Բելգրադի իրադարձություններից հետո։ Պարոն Կիրակոսյան, այսպես ասենք, փուչուր ռազմական մի խորամանկություն է, որ ուկրաինացիները անում են։ Իդեպ ասեմ, ուկրաինացիները այն վերջի հիմարները չեն, նրանք հիանալի օդաչուներ ունեն եւ երկու ինչ-որ այսպես ասենք նիվիզիմկաներ, երկու ուղաթիռներ ռադարներից շատ ցածր, այսինքն երկրի ցամաքի մակերեսից 30-50 մետրի վրա թռնում են, ավերում են ռուսական օբյեկտները հետ են վերադառնում։ Այս երկու այսպես ասած հիանալի օդաչուներ կան, որոնք աշխատում են։ Չնայած Ռուսաստանին հաջողվել է իսկապես ոչնչացնել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 95%-ը։ Այն մնացած 5%-ը տեղափոխված է Ռումինիա եւ այնտեղից են շատ հաճախ թռնում այդ ուղաթիռները ինքնաթիռները։ Չէ, պատերազմը շատ կարևոր միտք ասեցինք ու թեման չշեղենք, էլի, որտեղ մեզ ինչա իսկապես մեզ հետաքրում է մի բան։ Մեզ հետաքրում է լավ, ո՞րն է Հայաստանի շահը։ Ո՞րն է Հայաստանի հայ ժողովրդի դերը։ Մեր օգուտն ու վնասը։
Եկեք պատերազմի տրամաբանություն հասկանանք, ինչքանով է հավանական, որ այդ ստամբուլյան ուղերձները կյանքի կոչվեն կամ ինչքանով է անհավանական դա, այսինքն պատերազմը կշարունակվի, հետո նոր անցնենք մեր շարժին։ Okay, Ստամբուլյան ուղերձները, մինչև Ստամբուլյան ուղերձներին հասնելը մենք կարևորը իրար հետ հասկանանք մի բան, որ Ռուսաստանի գլխավոր շտաբը ձախողեց այն բոլոր գնահատականներում ձախողվեց։ Բլիցկրիգը տեղի չունեցավ։ Ուկրաինացի ժողովուրդը աղուհացով, ծաղիկով չդիմավորեց, այդպես զեկուցվել է։ Նույնիսկ գեներալներ, որոնք սպասարկում էին Ուկրաինան, Ռուսաստանի հետախուզության ձերբակալվեցին։ Ավելին ասեմ, այդ մենակ ես չեմ ասում, որ մտածում եք էլի ես հիմարը ցնդաբանություն։ Բայդենը երեք հայտարարեց, որ Պուտինի շրջապատից իր խորհրդականները տնային կալանքի են։ Տնային կալանք է տրված այն մարդկանց, ովքեր երկու առաջ Ստամբուլում պայմանավորվում էին ու նման հիմար բաներ էին հայտարարում։ Պուտինի շրջապատի իր խորհրդականները, մյուս խորհրդականը Անատոլի Չուբաս անունով փախավ Ռուսաստանից։ Այսինքն, երբ որ ես խոսում եմ ձախողումների մասին, դրանք կոնկրետ հասցեատերեր ունեն, անուն, ազգանուն, պաշտոններ։ Պարոն Կիրակոսյան, ինչի մասն է խոսքը։ Ձախողում դա վերաբերում է նաև առաջիկա ժամանակներին եւ ընդհանրապես պատերազմի արդյունքներին, թե այս ձախողումներով հանդերձ կարծում եք, որ Ռուսաստանը իր ռազմական եւ քաղաքական խնդիրները։ Ուրեմն Ռուսաստանի բլիցկրիգը չստացվեց, պրոռուսական իշխանություն չկարողացան բերել Կիևում։ Զելենսկին չփախավ։ Այստեղ մի հատ շտրիխ անեմ, չգիտեմ կպահեք ձեր հաղորդմանը թե չէ, բայց այն բոլոր փորձագետները, գեոպոլիտիկները, պոլիտոլոգները, քաղաքագետները, որոնք Հայաստանում էին աշխատում Արցախյան 44 օրյա պատերազմում, նրանք ձախողվեցին, նրանք պետք է օրինակ վերցնեին ուկրաինական քաղաքական դաշտից։ Ոչ ոք Կիևում, Կրիշատնիկայում, Բանկովսկի փողոցում դուրս չէր գալիս Մայդան։ Ու չէր գոռում Զելենսկի 1000 անգամ ներողություն եմ խնդրում, չգիտեմ կպահեք թե չէ, Զելենսկի հողատու, Զելենսկի թուրք, Զելենսկի չգիտեմ մի հատ բաներ էին ասում, Դավաճան, ընդհակառակը, բոլորը միասին, բոլորը, այդտեղ է երկրորդ ձախողումը եղել, որտեղ Պուտինին զեկուցել են, որ միլիարդավոր, կրկնում եմ, դոլարներ է ծախսվել վերջի 8 տարում պրոռուսական քաղաքական դաշտի վրա, նույնիսկ Մեդվեդչուկին սարքեցին Պուտինին քավոր սանիկ, հասկանում ես ինչքան ծախսեր արեցին, որպեսզի պրոռուսական քաղաքական դաշտ սարքեն, նրանք վստահ էին, որ մտնելով Կիև, այդ պրոռուսական քաղաքական դաշտը միանգամից կվերցնի իշխանությունը, Զելենսկին կփախնի։ Ընդհակառակը բոլորը միացան հիմնականում Զելենսկի շուրջ, ոչ թե գոռում էին Զելենսկի կամ Փաշինյան, Դավաճան, այլ գոռում էին կեցցե Զելենսկին ու համախմբեցին։ Այն մեր տրագեդիան դա էր, երբ որ ես ձեր մոտ ի դեպ հոկտեմբերի Հիշում եք երկուսին էր, բայց ուրիշ տեղ, էլի ձեր հյուրն էի, որ ասում եմ մենք պետք է միասին լինենք, կավարտվի պատերազմը, նոր կսկսենք կներեք ոնց կներ ռազմորկա, այդ բաները վերցանել, այո, վերուցեն, ով է մեղավոր, ով է դա։ Այ իրանց մոտ էդի ստացվեց։ Այ դա երկրորդ, այսպես ասենք, անակնկալն էր Պուտինի համար։ Զելենսկին չփախավ, Զելենսկին ինչի՞ այդ դերի մեջ է։ Ու Զելենսկին հիշեք ինքնահստման կլինի, բայց ինքը կապիտուլյացիայի ակտ չի ստորագրի։ Ինքը ինչ ասեց Ստամբուլյան վերադառնալով ձեր հարցին, Ստամբուլյան այդ նախնական, կրկնում եմ, դա նույնիսկ թղթի վրա տրված չի։ Վաղը հեռակոնֆերանսում կշարունակվի այդ քննարկումը։ Նույնիսկ այդ դեպքում այնտեղ կա հանրակրվեից հետո միայն Ուկրաինայում կայանա հանրակրվե, որից հետո ուկրաինացի ժողովուրդը կորոշի։ Դոնբասը մնում է Ռուսաստանի կազմում, Ղրիմը դառնում է անկախ պետություն։ Այսինքն այդ մարդը նույնիսկ դրանից հետո է հակառակ է, Ղրիմը մնում է Ռուսաստանի կազմում, Դոնբասը դառնում է մի խոսքով, դուք ինչ ճիշտ հասկացաք։ Ես կարծում եմ Հայաստանի քաղաքական դաշտը 2 օր արդեն հասկացավ, որ Ղարաբաղի, Արցախի հանրապետության ճակատագիրը պետքա որոշվի հանրակրվեով։ Ինչքան ես գիտեմ, վերջերս մեծարգո պարոն վարչապետը բառացի 3 կառավարության նիստում այդ մասին առանցին ասեց, որ ինչ էլ մենք անենք, սկսենք խաղաղության պայմանագիր, չգիտեմ, քննարկում եւ այլն, դա վերջին հաշվով բերվելու է հայ ժողովրդի դատին հանրակրվեի միջոցով։ Կարծում եմ սա ուկրաինական փորձի հիանալի փոխանակում է։ Ռուսաստանը առաջի էտապում քարտեզում ինչ են ասում, Ռուսաստանը կարողացավ
առաջին վնասազերծել Ուկրաինայի բանակի այն ռազմական պոտենցիալը, որը հնարավոր է երկարաձգի պատերազմը։ Հաջողվեց ռուսներին դա։ Դա համար այսօր ռուսները դուրս են գալիս Կիևից, Խարկովի ուղղությամբ բանակը հետ են քաշում։ Ուր են տանելու, պատտելու են Բելարուսով, բերեն Դոնբաս։ Այսինքն ռուսները գնալու են ռազմական տերմինոլոգիայով կուպաժի։ Այսինքն իրենք հիմա ամրապնդելու են իրենց դիրքերը Մարիուպոլից մինչև Դոնբաս, Դոնբասից մինչև Խարկով։ Կամրապնդեն, տեսեք, Բելգրադից հնարավոր էր արագ մտնել մինչև Դոնբաս, որովհետև թիկունքը ապահովված է, ռեզերվը կա, նավթը կա, գարյուչի կա, սնունդը կա, զինամթերքը կա։ Ինչի ուկրաինացիք հիմա խփում են Բելգրադին, որտեղ այնտեղ գտնում է թիկունքից ավերում են թիկունքը, այսինքն տանկերը, հրթիռները առաջ գնալու պոտենցիալը, նավթ, բենզին, սալարկա, պարեն եւ այլն, զինամթերք, չէ՞։ Հիմա եթե ինքը ամրապնդում է արդեն Դոնբասում, արդեն Դոնբասից ինքը հեշտությամբ կարող է ոչնչացնել, ասենք Դնեպրոպետրովսկը կամ Դնեպր քաղաքը, որտեղ արդեն ֆրոնտի տակ ճակատը եւ թիկունքը այդքան իրարից հեռացված չեն։ Ռուսները առաջի 5 օրում կորցրել են առնվազն 350 տանկ, Մերձմոսկովյան հանրահրճակ Կանտիմիրյան դիվիզիան ամբողջովին առաջի բանակը տանկային։ Դրա համար 3 գեներալ ինքնասպան եղավ կամ սպանեցին։ 6 գեներալ է սպանվել։ 6-ը։ Դա կատարյալ ձախողում է Արտուր ջան, կատարյալ։ Գլխավոր շտաբը պատերազմում էր այն մեթոդներով, որով մենք Ջեբրայիլում էինք պատերազում։ Այսինքն խրամատում զինվորը առանց օդային պաշտպանության, հակաօդային պաշտպանության մնում էր մենակ թուրքի դեմ։ Ընդ որում Փառք ու պատիվ կրկին անգամ հայոց բանակին, հայոց զինվորին իր բոլոր թերություններով, դավաճաններով, բոլորով հանդերձ մեր զինվորի արիությունը չունի ոչ մեղակ հեստեր, ռուսը ոչ էլ ուկրաինացին։ Այս պատերազմում Սա շատ կարևոր հանգամանք է, շատ կարևոր։ Ադրբեջանցին չունի, 4 բանակի դեմ են կռվել։ Արտուր ջան, 4 բանակի 3 միլիոնանոց ժողովուրդ։ Պատերազմի 7-րդ օրը, 7-րդ Զելենսկին Դոշ էր ծեծում ՆԱՏՕ հասի փրկի 40 միլիոնանոց երկիր աշխարհի հսկայական ես եղել եմ Ուկրաինայում գիտեմ իրանց ամբողջ ռազմական պոտենցիալը 91 թվականին երբ խորհրդային միությունը փլուզվեց եւ Գերմանիայից մեր զորքերը հետ եկան ամբողջ զինտեխնիկան հիմնականում մնաց Ուկրաինայի տարածքում այսինքն մենք նույնիսկ փչացած հրթիռով էին կռվում հրանոթային արկով էին կռվում հասկանում ես ու այդքանից հետո 7-րդ օրը ՆԱՏՕ փրկի ՆԱՏՕ-ն փրկեց իսկապես բայց կռվեք 40 միլիոնանոց ժողովուրդ եք 3 միլիոնանոց ժողովուրդ ենք եղել կռվել ենք Պակիստանի դեմ, Իսրայելի դեմ, Թուրքիայի, Ադրբեջանի սիրիական տերորիստները պլյուս ռուսական գլխավոր շտաբի կեսն էլ մեր դեմ էր։ Ու այդքանից հետո մենք աշխարհին չասեցինք, վայ արեք մեզ փրկեք։ Ընդհանրապես ասում ենք ախպեր, մեզ նորմալ զենք տվեք։ Այդքան Ջևելին 2 միլիարդ դոլարի միայն բանը զենքա մատակարարել Միացյալ Նահանգները, Բրիտանիան, այ Բրիտանիան։ Հիմա էլ շարունակում է։ Մի բան ընդհատենք մեր զրույցը, վերադառնանք վայրկյաններ անց։ Շարունակենք։ Հիմա ինչ է հուշում իրադարձությունների տրամաբանությունը։ Պատերազմը շարունակվելու է, ովքեր են շահագրգիռ, ովքեր են շահառու պատերազմի, ինչ դերակատարություն ունի եւ ինչ կարեւորություն ունի Չինաստանի դերակատարությունը։ Պարոն Կերակոսյան, երևի դուք նկատի ունեք Facebook-յան իմ վերջի հոդվածը։ Ցանկացած պետություն այս պատերազմում փորձում է իր շահը ունենալ։ Միակ երկիրը մենք ենք, որ երկու կողմից էլ տուժում ենք, որովհետև Ուկրաինայում բնակվում է 500,000 հայ, Ռուսաստանում բնակվում է 2.8 միլիոն հայ, որից 500,000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ու արդեն կան զոհեր երկու կողմերից էլ։ Նույնիսկ հերոսացած տղաներ եւ ուկրաինական բանակում ծառայող եւ ռուսական բանակում։ Միակ երկիրը մենք ենք, որ իսկապես շահագրգռված ենք, որպեսզի այդ պատերազմը մեկ օր շուտ դադարի։ Մեկ օր շուտ։ Ես նույնիսկ այդտեղ հոդվածում գրեցի, որ Երևանը կարա լինի հանդիպման վայր Զելենսկու, Պուտինի միջև։ Թուրքերը ինձ կպան բարիբուն իմաստով ու թուրքերը ամեն ինչ անում էին, որ Պուտինը լինի
Ստամբուլում, բայց Պուտինը չգնաց, Պուտինը հասկացավ ծուղակը, ուղարկեց իր դելեգացիան ձախողեց կատարյալ ձախողում, իր օգնական Մեդինսկու ղեկավարությամբ, Մեդինսկուն անձամբ ճանաչում եմ մեր ակադեմիայում, անձամբ եմ ճանաչում, երբ որ ինքը կուլտուրայի նախարար էր, Ռուսաստանի կուլտուրայի մշակույթի նախարար, գիտեք մեր ակադեմիան հասարակական կազմակերպություն է, սա ուզում եմ ասել, որ բոլորը լսեն, պետական բյուջեից չի ֆինանսավորվում, հրամաններ չեն կատարում, քաղաքական լիդերների պատվերներ չեն կատարում։ Մենք փորձում ենք տեսնել ինչ որ կա, վերլուծել, համադրել ու մատուցել։ Այս ամբողջ մեր ֆունկցիան։ Երբեմն մեր պրոգնոզներում ճիշտ ենք, ոնց որ այս խնդրում որ երբեմն սխալ, բայց դա կյանք է։ Ու մենք իսկապես ազատ ենք մեր մտքում, մեր հոգում, հա մենք իսկապես բարոյականությունը, հայրենասիրությունը, խիղճը մեր համար շատ կարևոր կատեգորիաներ են։ Լավ, հիմա շահառուների մասին։ Շահառուներին ասեն, տեսեք, Դելյագին կա Ռուսաստանի падգամավոր է հիմա, բայց դրանից առաջ ինքը մեր ընկերն էր, փորձագետ էր։ Որ Ադրբեջանի նավթային համակարգի Այո, այդ մարդը պատերազմի օրերին Արցախյան։ Պատերազմի օրերին նրան զանգում է Ադրբեջանի աղջկա ֆոնդը Մոսկվայում գործող միլիարդավոր դոլարներ ունեն։ Գնում են Ռուսաստանի համարյա բոլոր քաղաքական գործիչներին, падգամավորներին, փորձագետներին։ Առաջարկում են գումար ու հայկական մի այդ հայտարարություն անի։ Արցախյան պատերազմը 44-րդ օրը։ Նա իրենց հերու է ուղարկում, հա, մեղմ ասած։ Ռուսական հերու ուղարկում։ Այո, հասեյով։ Հայտնի արտահայտություն։ Ու նրանք, այսինքն կան մարդիկ, որոնք իսկապես որոնց համար խիղճը, թասիբը, քրիստոնեական արժեհամակարգը, դրանք կարևորագույն գործոն են անկախ փողից ու փողի չափից։ Դա նաև մեր ակադեմիայի ընկերն է։ Ու հիմա նորից այդ մարդուն Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարել։ Այսինքն մենք այդքան էլ անտեր ու որբ չենք, էլի, հա, մենք ունենք հնարավորություններ, նույնիսկ այս Փարոխի դեպքերի հետ կապված Արցախի, երբ որ հենց հիմա տեղահանված են, մենք կարողացել ենք շատ մեծ ջանքերի շնորհիվ Ռուսաստանի առաջի դեմքին հասցնել իրավիճակի օբյեկտիվ գնահատականը։ Ես կարծում եմ դա օգնել է նաև Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին հերրախոսազրույցում արդեն տրամադրել էինք Ռուսաստանի ղեկավարին, որ ինչ է իրականում կատարել, որտեղ Փաշյանի զանգերին ինքը չի պատասխանել, շատ ուշ է պատասխանել, շատ ուշ են հենց զանգել։ Խնդիրը ինչի մասին է։ Խնդիրը պատերազմը գնում է բոլոր առումներով։ Մենք հայերս շահագրգռված ենք Ուկրաինայում պատերազմը մեկ օր շուտ դադարեցվի, որովհետև դա ոչ միայն Հայաստանի տնտեսական բարդագույն սոցիալական խնդիրների առաջ է կանգնացնելու, այլև մարդկային ռեսուրսների առաջ։ Ով է շահագրգիռ, որ շարունակվի ինչ կան։ Այ հիանալի, շատ լավ հարց է։ Անգլիա, Թուրքիա, Անգլիա։ Այս պահին Բրիտանիայի պաշտպանության նախարարն ինչ էր անում Բաքվում։ Բրիտանիայի պաշտպանության նախարարը 3 առաջ օր եղել է Բաքվում, խրախուսել է Ադրբեջանին շարունակել Արցախում ռազմական գործողությունների ակտիվացում, որպեսզի ռուսական բանակը մտնի ակտիվ գործողությունների մեջ, որպեսզի Ռուսաստանի համար բացվի երկրորդ ճակատ։ Պարզ հայերեն եմ ձեզ ասում։ Եթե այս հատվածը չեք ընդհատելու կամ կտրելու, մյուս թվով բրիտանացիները Հայաստան են ուղարկել իրենց падգամավորների խմբին, հենց հիմա, այս պահին։ Այսինքն կներեք 1000 անգամ ներողություն կոպիտ արտահայտությանը, հրահրում են կոնֆլիկտ, քսի են տալի, հերթական անգամ, ինչի, նպատակը ռուսներին տարածաշրջանից հանել, նորից հայերի զրկանքների, մեր կորուստների տարածքային, մարդկային ռեսուրսների հաշվին։ Այնպես ինչպես 44 օրյա պատերազմ, եւ որ երկու կողմից էլ գործում էին նույն գործակալական ցանցերը։ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը բացահայտ ձևով հրահրել է Ադրբեջանին հարձակումը շարունակել Արցախում, որպեսզի ռուսական խաղապահ զորքը մտնի ակտիվ ռազմական գործողությունների մեջ։ Եթե մտնի, ապա դա երկրորդ ճակատա բացում ռուսների համար, եթե չմտնի, մենք կարանք մի անգամից Հայաստանում ճակերտավոր, այսպես ասենք, ոչ հայկական անունները չեմ ուզում վիրավորեմ ինչ-որ մեկին, հայտարարենք ռուս խաղապահներն են մեղավոր, նրանք մեզ չպաշտպանեցին, ռուսական բանակը Գյումրիից հանեք, ռադարեք, մենք ենք Թուրքիայի հետ լեզու գտնենք։ Սա է ամբողջ փիլիսոփայությունը, ամբողջ կոնտեքստը, ամբողջ։ Մենք լավ հասկանում ենք ակադեմիայի ինչ է կատարում։ Դա համար, եթե մենք հիմա լուրջ աշխատանք տանենք, այս ամենը կարող շուռ տանք օգուտ մեզ։ Նույնիսկ 5 օր հետո Բրյուսելում կայանալիք Փաշինյան, Մարդասպան Ալիև հանդիպման ժամանակ մենք կարանք այդ ամենը օգտագործենք մեր օգտին։ Մենք լուրջ աշխատանք, մեր դեսպանը քնած է Մոսկվայում։
Ես իրան լավ եմ ճանաչում, քնած ուղղակի խորոված անում, ուտում խմում։ Այդ մարդը։ Բրյուսելի հանդիպումից ինչ սպասել։ Բրյուսելի հանդիպումից Ալիևն ասում է կարող է պեկումնային լինել։ Ում համար։ Գործընթացի։ Ոչ մի բան էլ չի լինելու։ Ես ձեզ մոտ մի անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ։ Բրյուսելը, հա, միտք ավարտեմ շահառուների բանը, այնտեղ շահառուների մեջ նաև Ճապոնիան էր։ Շատ կարևոր է, որովհետև Ճապոնիան սպասում է, եթե Ռուսաստանը շատ խորանա Ուկրաինայում, ընդ որում մենք ինֆորմացիա ունենք, որ Ճապոնիան էլ է ֆինանսավորում Զելենսկուն, որպեսզի հարձակվի Կուրիլյան կղզիների վրա։ Իսկ Կուրիլյան կղզին ինձ Facebook-ում հետևեք, ես գովաշ չեմ անում, այնտեղ Սախալինից հայեր էին գրել, ինչ անելու մեր ճակատագիրը։ Ես ասել եմ, ամբողջ խաղաղօվկիանոսյան ռուսական ռազմածովային նավատորմի հրամանատարը ծովակալ ադմիրալ Սերգեյն է։ Մեր ընկերը, մեր ակադեմիայի լավագույն բարեկամը, հիանալի մասնագետ, հիանալի, նա ոչ միայն կպաշտպանի Կուրիլը, այլ Ճապոնիան կանցնի ջրի տակ, ես չեմ ուզում քարտերը բա։ Այնպես որ հայրը տեսեք ընդեղ են փրկում Ռուսաստանին։ Լավրովի մասին ես ցավով եմ հիմա ասում, բայց ասեմ ձեր եթերում 5 օր առաջ Լավրովի ծնունդն էր։ Սերգեյ Լավրովի, իր բոլոր թերություններով հանդերձ այո, նա հայ է։ Ես նայում եմ Արսեն Ավակովը, էլի հայ է։ Հա, հասկանում ես, Արսեն Ավակովը ամենավերջին վիրավորանքն է տալիս, սիրուն բան չի, բայց այսօր Լավրովն է փրկում Մեդինսկու կամ ռուսական դելեգացիայի պատիվը, որ ձախողեց 2 առ Ստամբուլում։ Ու Լավրովը նորից հետ է վերադառնում։ Եթե մենք անենք նորմալ աշխարհ, պատկերացնենք Լավրովը լիներ թուրք։ Հիմա մենք կորած ենք, ընդհանրապես կորած ենք, ես գիտեմ ինչ եմ ասում։ Այդքան հայ ունենալով մենք այնքան հիմա օգուտ կարային խաղենք։ Միացյալ Նահանգները մի հատ ժևերին մեզ չտվեց, եղբայր։ Միայն նրանք կիսում են մեր ցավը, չգիտեմ, այդ իրանց բլա այո, ապրես Արտուր ջան։ Մի հատ ժևերին Ուկրաինայում այնքան ժևերին լավագույն զենքերից մեկն է հակատանկային, նույնիսկ թռչող սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռներ։ Մի հատ Բրիտանիան ստինգերներ չուղարկեց։ Իսկ մեզ հիմա օդու ջրի պես է, հենց նույն խրամատում, փառք ու պատիվ կրկնում եմ Ֆարուխում հայ զինվորին, որ պատասխանեց։ Ու մենք կոչ եմ անում, տղերք ջան, արխային դուխով խփեք, մտան մեր տարածք, մեր գյուղ, մեր հող խփեք, ոչնչացրեք, ով ուզում է լինի, թշնամին մտավ խփեք։ Քաղաքական, այսպես ասենք, քաղաքական անվտանգության, ինֆորմացիան անվտանգության տերը ես եմ, իմ ակադեմիան է, ես հպարտորեն եմ սա ասում, որտեղ ես կարողացել եմ հասնել այն վստահության աստիճանի, որ ցանկացած գործողություն Թուրքիա, Ադրբեջանցու դիմաց կողմից մեր հանդեպ ես կարող եմ ներկայացնել շատ ճիշտ օբյեկտիվ, ու իմ ընկերները կսպասարկեն դա, ու դրանք կհասցնեն ամենավերջին աստիճանի։ Ամենավերջին, կրկնում եմ, երրորդ խաղացողը շահագրգիռը կողմը դա Ճապոնիան էր։ Թուրքիա, Իսրայել, Անգլիա, ինչ կատարվեց։ Հիմա մենք մի անգամ այստեղ ասել ենք հունվարի 18-ին ձեր եթերում։ Միացյալ Նահանգները Ռուսաստան հակամարտությունն է գնում Ուկրաինայում եւ Ուկրաինայի հաշվին։ Ուղիղ 7 օր առաջ Բուշը ներողություն եմ խնդրում, այման Բայդենը եկավ Պոլշա։ Ինչի եկավ Պոլշա։ Որտեւ ես ասում եի լինելու է հետեւյալ աշխարհակաղակական տորգը։ Ուկրաինան անցնում է Ռուսաստանի կոնտրոլի տակ, Եվրոպան անցնում է Միացյալ Նահանգների կոնտրոլի, այդպես էլ եղավ։ Նա եկավ հստակեցրեց, սահմանները գծեց, ուրեմն 4 երկիր՝ Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա եւ Բուլղարիա տեղաբաշխեց Միացյալ Նահանգների զորաքանակ ավելացեց։ Հիմա Եվրոպայում 130,000-ից Միացյալ Նահանգների բանակ կա։ Հասավ նրան, որ դրանից նախորդ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների բյուջեն պարտադրեց 2%-ով ավելացնել, հասնել 2%, դա առելի գումար, այսինքն ՆԱՏՕ-ի ծախսերը ընկավ արդեն Գերմանիայի վրա, Ֆրանսիայի մնացած երկրների վրա, հանգիստ գնաց տուն։ Եվրոպան հանգիստ գազը վերցեց, գազից կտրեց Եվրոպային ռուսական, իր թանկ սանցային գազը սկսեց վաճառել, Միացյալ Նահանգները շահեց դժգոհություններ կան Եվրոպայի հետ մասում։ Որտեղ դա Եվրոպայի վերջն է լինելու, որտեղ տնտեսական Գերմանիայում տնտեսական կատաստրոֆայի առաջ են կանգնելու։ Թող մտածեն, թող իրենք մտածեն։ Մեզ ինձ հետաքրքրում է իմ ազգի շահը, իմ երկրի շահը, որ մենք ոտատակի խաղալիք չդառնանք հերթական անգամ։ Ոտատակ չդառնանք Ռուսաստան, Ամերիկա հերթական հակամարտության, որ նորից բաժին դառնանք Թուրքին։ Իմ խնդիրը սա է։ Ու իմ խնդիրը խոսք փոխանցել, միտք փոխանցել, կիսվել ինչով մենք ենք մտածում։ Իսկ մենք կարծում եմ,
Եթե այսպես շարունակի, շատ բարդ խնդիրի առաջ են կանգնում։ Մենք պետք է հեռացնենք մեզանից եւ Բրիտանացուն, եւ Անգլիային, եւ չգիտեմ Իսրայելին, եւ Թուրքին։ Այս этаպում մենք պետք է, ես այդպես եմ կարծում, ժամանակ շահենք։ Ժամանակ շահենք, տեսնենք երկրորդ этаպով ռազմական գործողությունները Ռուսաստան, Ուկրաինա ինչով ավարտվելու։ Չմոռանանք, Բրյուսելից հետո պարոն Փաշինյանին սպասում են Մոսկվայում, Պուտինն է սպասում։ Բրյուսելից առաջ էլ Մոսկվայից զանգում են։ Բնականաբար, ես կարամ ասեմ ինչի են զանգում, ասում են Նիկոլ ջան, ցավը տանը, մենք քո դաշնակիցն ենք, եթե դու ուրիշ դաշնակից ես ման գալի, հայտարարի։ Խնդիր չկա, դու ուզում ես բանակը դուրս գա, հայտարարի։ Մենք վերլուծականը ունենք պատրաստ, ինչ ա լինելու Հայաստանում ռուսական բազայի դուրս բերում արդեն պատրաստ ունենք։ Մենք սա վերլուծականները տեսնում ենք։ Սցենարները, այո։ Այն ինչ որ լինելու է Ուկրաինայում, ուղիղ առնչություն ունի մեր հետ։ Ընդհակառակը, մենք ի տարբերություն Ադրբեջանի ունենք ռազմական պայմանագիր դաշինք Ռուսաստանի հետ, պլյուս ունենք ՀԱՊԿ-ի անդամի կարգավիճակ, ունենք Եվրասիական դասական միություն, այնքան դրական բաներ ունենք։ Կներես այդքան ռուս հայ գործիչներ ունենք, ռազմական, քաղաքական, չօգտվել դրանից ու այսպես ասենք գնալ նոքսն ա եկել, այստեղ թե հոգսը հիմա։ Հիշում ես հիանալի հայկական ֆիլմ կա նվագախմբի տղաները, չէ՞։ Նոքսներ եկել թե հոգսներ եկել։ Հիմա նոքսը եկել է, նոքսի ու հոգսի հետևից ենք ընկել։ Եղբայր եկաք, կերակ խմեցիք, go home։ Էսի իրենցը չի։ Այս տարածքում ապրել են հայերը 3500 տարի ու ապրելու են հայերը դաշնակցությամբ Իրանի, արաբական երկրների, Ռուսաստանի, Վրաստանի։ Իդեպ Վրաստանում շատ լուրջ զարգացումներ են սպասում։ Եթե Ուկրաինայում ռուսները հաղթեցին, դիրքավորման փոփոխություն, հա։ Միանշանակ, եւ նախագահը հրաժարական տա եւ Ռուսաստանը կպարտադրի Վրաստանում բացել աբխազական երկաթուղին եւ Վրաստանին կբացատրեն թե որն է իր տեղը մեր տարածաշրջանում։ Հաջորդը լինելու է Վրաստանը։ Ուկրաինական կոնֆլիկտի դրական բանը գիտես որն է իմ համար։ Մեղաքեստեր էլի, իհարկե հազար անգամ ներողություն, ես հավակցում եմ բոլոր անմեղ զոհերին եւ այլն։ Ես սկսեցի խոսել, հասկանալ ուկրաիներեն։ Մի ամիս հետո ստիպված եմ լինելու լսել, հասկանալ վրացերեն։ Հավատա ինչ եմ ասում։ Հաջորդ թիրախը լինելու է Վրաստանը։ Դա է լոգիկան, դա է տրամաբանությունը աշխարհական զարգացման։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Ես եմ շնորհակալ։ Սա ազատ զրույցներ Free News եթերում ես զրուցում էի Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակադեմիայի ակադեմիկոս Հայաստանում Մակեդոնիայի նախկին պատվո հիպատոս Արայիկ Սարգսյանի հետ։ Կհանդիպենք։